Ահա եւ մեր զալը տունը առավոտյան երբ որ չես դասավորում սիրելիներս ահա սա հիմա դնում է իր տեղը իմ մազերս ես երևի թե ճաշ մինչև դուրս գալու եմ սարքեմ որովհետեւ եթե ես հիմա չանեմ վաղը ես աշխատանքի եմ եւ արդեն դժվար կլինի իմ համար ես հետո իմ մազերը լվանում եմ պետք է այդ օրը սարքեմ, հաջորդ օրը ավելի լավ լինի։ Իսկ հիմա բոլորի մոտ է, բացառությամբ երբ որ ես Հայաստանում գնում եմ ֆեր անում մի հրաշք, մեր հրաշք։ Ասեմ ձեզ, որ Ֆրանսիայում չեն կարողանում ֆեր անել, իմացեք էլի։ Ես այդ դժվարություններ եմ ասում։ Հիմա այնտեղ եթե կասեմ, որովհետև գյուղում ես ապրում։ Իսկ Փարիզում անում են, երեք չհավատա, մեր հայերի նման լավ մասնագետներ չկա։ Որպես արհես ոնց որ էլի դժվարություններ եմ ասում տեսնում եք չեմ խափում ձեզ իմ ամուսինը վարել է այս ամեն ինչը եւ ես գիտեք հիմա ինչ եմ անելու գիտեմ ինքը չի սիրում բայց ոչինչ ուրիշ վայրան չունեմ ահագին թղթային բաներ կա վարելու հիմա ես բերում կամաց վարում վայ չուտորին ստեղ են ասում էլի վայ չուտորին վայ երեխեք չեք տեսել ու դեսեք կողմի վրա իրան Հիմա տեսեք դեպանեիչքը չո դելայիք բաշանեիչքը Սերժի աշկից հեռու որովհետև ես որ ես թուղթը վարում եմ հետո բավականին բանը չեմ հնում հետո թղթի այդ մոխիրները իրա գործն է էլի Խալու ապատայի ամեն ինչը ձեր անագիտ անում իհարկե ոչ առաջ ես էի անում Չէ, ես չեմ արել, մենք որ առաջ ապրում էինք, դե ես էի անում, ես էլ անում եմ, բարել, գնաց, ես ասել դակասետ ինչ ես վարել թուղ կոսում, նո, թուղ չեմ վարել ես, ասեմ ձեզ ձմրան դրանով ալա, որ ամբողջ դակումենտացյան կարող ես վարել, Հեսա սա ավարտեմ և անցնեմ օֆիս բյուրո եմ ասում էլի հիմա մի վայրկյան ժողովուրդ ջան քանի որ բավականին շատ մոխիր է եկեք մի անգամից ես մի հատ սրանա այդքան տուպաշ չի որովհետև երեք եմ մաքրել տունը մարդ չի գալիս որ ասեմ գալիս են և կեղտոտ հիմա դրա համար Իրասուսը շատ երկար ժամանակ չեմ անում աղավոր փոշոտ ակնը հարկավոր է միատ անստեղ փոշիները մաքրելու ես վարարանը վարկիսը տանում եմ բայց ասեմ ձեզ որ շարմը տան է տակությունը ուրիշ է Շատերեք հարցում եք ես երեխեք ան, եկեք ձեզ պատասխանեմ, անհայտ ես սա օգր բան ինչ են ասում, տակացնում է սենյակների, մենք մեր սենյակները, դաժը որ ջերոցուներ ունենք, այսինքն ատապլինյան այդ գետնի տակից գալիս է, մենք մեր սենյակը երբեք չենք միացել ժողովուրդ, չենք սիրում մեր սենյակը շատ տակ, Չեմ կարող անել, ես էլ սերժը չենք կարող անում քնել Ես դաժը որ գնում եմ ասենք մեկ յուր խնդրում եմ ասում հանկարծ պարերը չմիացնեք սենյակում Առաջ բայց հետո դրա համար ասեմ ձեզ որ այս վարարանը մեզ ամբողջությամբ էլիք անում և լավ տակացում է և զալը, և ամբողջ տունը, և բյուրոն, և խոհանոցը Չհաշված է խոհանոցում անուտած, ասենք գազօջախը և այլն Հիմա գիտեք ինչ որոշեցի, որ հատակը չլվանամ են բանով են, իմ էդ իրասոսով, փոշեկուլով, այլ մաքրել ուղղակի սա, քանի որ ածուխային մոմենտեր կա և ամբողջ հատակը կեղտոտվեց, ձեզ անեմ, սխալ բան արեցի, և հիմա Ես ձեզ ցույց կտամ
Ինձ մեկը խնդրել էր հարցերանը, այդպես փայտը, որ դու արնում ես այդ փոշիները Սպանիայի, ժողովուրդ ջան, սրա անունը Swift-ա։ Ուրեմն հենց այդ նույն ֆիրմայի, դուք պետք է գնեք նույն ֆիրմայի լեժետները, այդ փոքրիկ կտորները, և թացը, և չորը։ Սրա։ Չորը ուրեմն ինքը մաքրում է բան, անուն ինչա։ Ես տնձե չջոգեցի եսի։ Չորը ինքը մաքրում է փոշիները, ես թացներ եմ գնում, որովհետև թացներ մաքրում եմ, սենց որ մեկ-մեկ ուղղակի պետք է միացել արագ ձևով փոքրիկ կեղտ կա։ Տեսեք, օրինակ այս կողքը ես սխալ բան արեցի և այն կեղտոտեցի կողքերը ամբողջությամբ։ Տեսնում եք, հիմա նայեք, որպեսզի ես չբերեմ այդ պիլասոսը անում ամբողջ, որտեղ ամբողջ տունը մաքուր է։ Մենակ ինձ պետք է, որ մաքրել այս սրա դիմացը և ինչ արի ձերանայիկը գնել է Swift-ը։ Իսկ սա այսպես գնում է հետևը։ Այսպես։ Արագ որակով և ամենակարևորը սա մտնում է նաև տակերը։ Այստեղ էլ է արել մոխիր։ Եվ մաքրում է, և փոշի վերցնում է, այսպես է կապն էլի։ Մենք այս դրա տակներ անեմ։ Միակ բաննա, որ մտնում է փոշիները տակի մաքրելու։ Ես պիտի բերեմ երեխեք, պիտի բերեմ են խոհանքան այդ ողնարել ենք, նոդեր չենք բան արել մաքրել, հանել փոխել, պիտի բերեմ են հաշուկը փոխեմ, ու բավականին աշխատանք է սպասում դրանայի դիշկասիվերիներս։ Դե հիմա տեսեք իմ օֆիսի հրաշալի, ես գիտեք ինչ երևի ես սա կարողան փոխեմ, սա գնում է իր տեղը, երեք իմ ամուսինը էլեմենտ էր ման գալիս և գտավ, երեխեք պատոն դաշ չեմ կարողանում բացեմ, ախ ճանտա մի քիչ բացեմ թող օդափոխվի, ես արդեն ներվայնանում եմ, ես ամեն առավոտ պիտի սենյակներից պատուհանները բացեմ, բայց հիմա չեմ կարողանում բացել, քանի գժանոց է, գժանոց։ Սա այստեղ, այս ռեզինը գնում այստեղ, սա պակես, ես երեկոյան խմում եմ թեյ, և ինչպես գիտեք, այս տամաղինն եմ մի քանի ատուտում թեյի հետ, ինքը համ թթու է, համ քաղցր։ Իմ լավ ընկերուհին, արդեն դարած ընկերուհին, Լիզը, ուրեմն գնում այս տամաղինից է գնում, բայց չգիտեմ թե ինչ է գնում թթու, ասում է ընես թթու է վատացա, իսկական միրգը երեխեք ջան, կիսա թթու, կիսա քաղցր, լավն է շատ։ Սա այսպես, հիմա ժողովուրդ ջան, ինչ է անում ձեր Անահիտը չկա։ Սա գնում է վարվելու, սա պետք է ուղարկել, ես դրան որ ուղարկել, ու կարևորը, ժողովուրդ ջան, կարևորն է մոռացել, սա գնում է այստեղ, քանի որ սա իմ պարիսակն է, սա գնում է, սա կմնա իմ պարիսակի մեջ, որովհետև այս կտորը պետք է ցույց տվի, սա ես դենց էլ չեմ արել դեռ գործերը, սա իմ բրաչետնը, տարօրինակ բան եմ ստացել, միան զանգեմ կլինիկա, ընդհանրապես մենք ոչինչ չենք մուծում, որ գնում ենք բժշկի, ամեն ինչը լինում է ավտոմատ ձևով, ես թուղթ եմ ստացել, որ դուք ինչքան օգոստոսի 28-ին գնացել եմ ես, օգոստոսի 28-ին, բայց մենք, օգոստոսի 28-ին չէ, դոկտոր Բրեն, 10-66 չեմ մուծել, բայց ես չհասկացա, թե ինչի, իրանք ինձանից փող չվերցեցին, քարտս չվերցեցին, հիմա մի հատ բանանեմ, զանգեմ, մի հատ ուղարկեմ, տեսնեմ ուր եմ ուղարկում, կարող է ինտերնետով կարող եմ մուծել։ Այս քանիների պատճառով չմոռանամ ճաշս վարվի, մի հատ գնամ տեսնեմ ոնց է, անջատեմ, թող ինքը իրանով
Եփվի, ժողովուրդը խոյտողություն է։ Այս ամբողջ կարոտկան իմ հաշվապահական գործերն էին։ Հիմա սենց անենք, սա գնում է, այս, սա ավարտված է, սա ստեղ։ Հիմա տեսնենք մի հատ գնամ կամ ժողովուրդ։ Ժողովուրդ նայեք ես հրաշալի ճանապարհներ, լավա ես ես կողմի վրա տեղ ունեցա, մի քիչ դանդաղացնեիր մեզ լավ կանեիր, հիմա են տգետը լինի կաս ես ցույց տալիս քո ճանապարհները, արդեն սկսում է կանանչել, երեխեք էդ էի ցույց տալիս, որ սկսում է կանանչել, մեր մոտ անձրև եկավ եւ քամին կանգնեց, ուռա, նենց ուրախ եմ, չեք պատկերացնում, այդ քամիները ոչ թե միայն ազդում է մարդու, ինչ ասեմ, որ դուրս չես կարող գալ, այլ նաեւ մարդու ներվերի վրա, հոգեկան աշխարհի վրա, չես կարողանում ոչինչ չնայեցնել քամի կա մի քիչ, բայց դա հեսա կկտրվի արդեն։ Ժողովուրդ ջան, որոշեցի բլոգը հավաքեմ, բայց եկավ մի մոմենտ, որ մայրիկը բաներ, իր պլանշետը չէր աշխատում, մի 10 րոպե դրա վրա աշխատեցի, սարքեցի, տվեցի, որպեսզի ինքը զբաղվի ու դուրս եկա։ Հիմա բավականին ուշացել եմ, մի հատ զանգեմ իմ ընկերուհուն, որ գնալու եմ իրանց տուն, ասեմ, որ ես ոչ թե 3-ին, այլ երևի 3:30 կլինեմ, որովհետև հիմա քանիսն է ժամը 2:23, ուրեմն ես իշտեմ այդտեղ։ Տամ իրան այդ բանը 2 րոպեում պիտի կմնամ, դե բնականաբար իջնես մի հատ բարևես, հետո կգնամ այն մյուս քաղաքը, մի հատ կզանգեմ, կասեմ դու դուրս արի, ես մեքենայից դուրս չեմ գա ու պոչտա պիտի մտնեմ, պոչտայում մոտավորապես մի 20 րոպե, դե լավ, մի հատ զանգեմ իրան, ասեմ, որ 3:30 կլինեմ։ Ահա եւ մեր վիլաժը, այս վիլաժում մենք եզեզել եմ ցույց տվել, այստեղ ենք ապրել, Դավիթը 4 տարեկան էր, հա, 4 տարեկաներ եկանք այստեղ, ես իմ չոտկերը պիտի փոխվի, գիտեք, ահա որ վատ աշխատում, թե ինձ թվում է այդ բանից է այդ։ Լավ վիլաժ է, շատ լավ հիշողություններ, քանի որ Դավիթը փոքր էր, երեխաները որ փոքր են լինում, միշտ այդ հիշողությունները լավ է, չէ՞ լինում։ Մենք երիտասարդ ենք, այնպես որ սիրելիներս ամեն ինչին կա սկիզբ եւ ավարտ։ Ոլալա, այս դուրս չի գալիս սա, ես ինչ անեմ, չգիտեմ, մի հատ իջնեմ միտեղ չոտկաները փոխեմ, տեսնեմ կարող եմ։ Որտեղ կարելի է փոխել չոտկերը։ Ավելի լավ անձրև լինի, քան թե բան չտեսնեմ։ Ահա եւ մեր վիլաժը սիրելիներս, եկեղեցին, եթե չեմ սխալվում 1500-1700 բնակիչ են, կա 2 քոլեջ, 2 դպրոց, չգիտեք, մա 2 դպրոցը կա, կարծեմ մասնավոր դպրոց չեմ իմանում, կա թե չէ, չեմ կարող ինչ-որ մի բան ասել, սուտ կհարցնեմ մի հատ այսօր իմ ընկերուց, հիմա գնամ պոչտա, կա հացի խանութ, ինտերմախշե, ամեն ինչ, բժիշկներ, մասաժիստ եւ այլն, մի հատ բանը որ պակասում է, ժողովուրդ ջան, այստեղ չեմ կարող կանգնել, ուրեմն բարձրացնենք դե քաղաքապետարանը, որտեղ կանգնացնենք, այստեղ, ես այսքան ոտքով պետք է տանեմ այդ ящիկը արկղը, ոչինչ, դե լավ, գնացինք, կա սպորտի դահլիճ, ամեն ինչ, երեխաների համար շատ հետաքրքիր վիլաժ է։ Այս ներքևը ստադիոնն է ֆուտբոլի, այստեղ ես աշխատել եմ մարզիչ, մի ժամանակ էլի, նրանք ովքեր սիրում են վիլաժներ, սիրում են բնություն, կարող եք դիտել, ես պի բանկե գնամ, ուրեմն ես ինչ եմ անում, հեռախոսը, պորտմանը և վերցնում եմ սա, գնացինք, վերջապես ես հանգիստ միացա ձեզ, ավարտեցի իմ այդ մանր մուներ գործերը, ուղարկեցի պոչտայով, չեմ էլ հիշում, ճիշտ եմ գրել հասցեն, թե ոբշը ամեն ինչը արված է, ընկերուս հետ խոսալով չիմացա, լավ եմ գրել, ճիշտ եմ գրել, սխալ եմ գրել, հետա գնացի, ճիշտ ասած ինքը ինձ մեսաժ էր ուղարկել, որ վաղը երեկոյան դուրս գանք ռեստորան, վաղուց չենք դուրս եկել միասին, ասեցի չէի ստացել մեսաժը, հեռախոսս լրիվ փչացրել էի, հիմա դա է, հիմա ես արդեն գնում եմ այն քաղաքը, որտեղ որ պետք է գնամ իմ ընկերների տուն, բան պետք է վերցնեմ,
մի հատ ուզում եմ կոշիկի խանութ մտնեմ, այդտեղ ասում են ինչ որ այդ կոշիկի խանութում մեծ ռազմերներ կա, բայց չեմ կարծում, որովհետև ինքը լավ կոշիկի խանութ է, բավականին, բայց չկա մեծ ռազմերներ, ինքը չի անում։ Չեմ կարծում։ Դե եթե չալարեմ կմտնեմ, եթե ալարեմ չեմ մտնի, բայց ու պրիտոմ ես պետք է հիմա շուտ տուն գնամ, որպեսզի ձեր համար վլոգը հավաքեմ, սիրելիներս։ Ժողովուրդ ջան, ցանկանում եմ եւս մեկ անգամ բարի գալուստ ասել բոլոր նոր գրանցվողներին, իմ ալիքին, շնորհակալ եմ ձեր գեղեցիկ բառերի համար, շնորհակալ եմ ձեր կոմպլիմենտների համար, շնորհակալ եմ նրա համար, որ դուք ինձ տեսնում եք ինչպես կա, եւ շնորհակալ եմ նաեւ վատ գրողների համար, որ բացահայտվում է իմ մոտ այս 61 տարեկան կլինեմ շուտով եւ ես անկող անընդհատ բացահայտում եմ ու բացահայտում եմ մարդ տեսակը, մարդկանց եւ մարդը ինչքան ապրում է դեռ կբացահայտի, մեզ չի որ նորություն է դա իմ համար, ուղղակի ես շնորհակալ եմ եւ գոհ եմ, գիտեք երեխեք, ես այնքան ուրախ եմ, որ ես հայ եմ, երբեմն շփվում եմ ֆրանսիացիների հետ, անգլիացիների, ամերիկացիների եւ ես ուրախ եմ, իհարկե լավ հայ տեսակը շատ լավ է, ես այնքան ուրախ եմ, որ ես այս YouTube-յան ալիքը բացեցի ու ճանաչեցի լավ մարդկանց եւ ես զգացի, որ մարդկությունը բաժանվում է տարբեր մարդկանց տեսակները բաժանվում են տարբեր կատեգորիաների վրա ու ես այնքան ուրախ եմ, որ իմ թիմի անդամները բոլոր լավն են, բարի կամեցող եւ ամենակարևորը նրանք ովքեր վատն են, դիտում են ու էլ չեն դիտում, մտնում են, էլ չեն մնում կամ էլ թե չէ ինչ որ մի բան են գրում, որ ես այստեղ եմ, այստեղ այլուր եւ ամենուր։ Այո, բլոգերինգը, ոնց եք ասում, բլոգերությունը դա աշխատանք է, բլոգինգը դա աշխատանք է եւ բավականին բարդ աշխատանք է ասեմ, բայց քանի որ նրանք ովքեր գումար են ստանում բավականին շատ գումար, իրենք կարող են իրենց ինչ որտեղ խոսք հասկացնել, որ կողքինները դե հիմա ջանդամ թե չէ խոսում, մեկ երկուսը խոսում են, բայց իմ նման մարդը, որ ունի լավ աշխատանք բավականին եւ ինքը սա ուղակի բացել է այս ալիքը, որպեսզի մարդկանց իմ հայ ժողովրդին օգնեմ, իսկան փոքր ինչ որ մի բանով հեռավորության վրա մեր Կարին են գրել Իրանայի ջան, այնքան ուրախ եմ, ես տեսա որ դու բաների այդ երեք տեսակը ես չեմ իմացել, այս փոքր հասարակ բաներ են, որ մարդը գնահատում է, ուրեմն ես այդ մարդուն գնահատում եմ, որովհետեւ ես էլ եմ ձեր նման ժողովուրդ ջան, ես ամեն մեկից մի բան եմ սովորում, ասում եմ, այս ինչ լավն է, սպասի, դրա մեջ ամոթ բան չկա։ Իսկ այդ տիպի մարդիկ տգետ այդ Ռուզաննա բանին այդ Փարիսի այդ Փարիզի աստվածամոր տաճարի տիրուհու նմանները շատ կան երեխեք, շատ կան մեծամիտ, իրանք իրանց վրա սիրահարված, կամ են կնոջ որ նոր էի բացել, որ ասում մենք ընտանիքով ծիծաղում ենք մեր հարևանի վրա, որովհետև ինքը չի ասում լվանալ, ասում է լվացնել, լվացրեցի, քերականություն են սովորացնում։ Կամ ասենք իրանց հարևանուին խոսացել ասելա բան այդ խոսքի բոժմոյին կարող ասացելի դոժմոյ կամ ինչ եմ ասում յարլիկին ասա ռայլիկ այտենց բաներ ու իրանք տունը իրանք ծնողը չի խոսացել վրաներ ակասվեցը բարձում է ծնողն է ծիծաղացել իրանց հետ որ քննադատե որ տեսնում եք մենք ինչքան խելացի ենք նայենք դրա համար երբեմն որ դուք ասում եք ձեր մամայից այո հայրիկից եւ մայրիկից շատ մեծ բան է կախված Աստված հոգին լուսավորի իմ պապայի միշտ մի բառ ուներ ասելու բալաճան մի նեղվի որ խելք ունենար կասեր ուրեմն խելք չունի չէ որ ասում է այսինքն հիմա նոր մեծանում ես հասկանում ես որ իրոք ճիշտ է ասեք ես կարող եմ ջղայնանալ ներվայնանալ ամեն մի քույրս բան ասում են այդքան է այդ մարդու խելքը այդ խելքը այդքան է ինքը եթե մարդը խելոք խելացի մարդ է լինում ինքը իրավունք չունի ինչ որ մի քեզի վիրավորի կամ քեզանից նեղանա կամ ինչ որ քեզի նեղացնի այդքան է այդ մարդու խելքը դրա համար եկեք давайте жить дружно մենք մի փոքր մի բուր ազգ ենք Ահա եւ մեր հրաշալի Պավարոտիկին սկսեցին արդեն ժողովուրդ ջան։ Հիմա ես հիմա եմ դες ցույց տալիս, հետո կտեսնեք որ լավ կանաչ այն օրը մեկը գրել էր, չէ՞ հիշումով էր գրել, պատկերացնում եմ ձեր բնությունը ամրանը ուղակի երեխեք դա խոսք չկա, որտեղ մտեք նայեք այն հին բլոգները ամառվա այդ գեղեցիկ տեսարանները կտեսնեք որ իրոք այո շատ գեղեցիկ է։ Սա միլիարդներ արժի որ դու մեքենան վարում ես ոչ մեկը չկա քեզ խանգարող խցանումներ չկան դու քո համար երաժշտություն ես լսում
Ներվերդ հանգստացած, քո համար մեքենան վարում ես, հասնում ես ժամանակին, դաժե ժամանակից էլ շուտ։ Ստրես չկա այդքան, էլի։ Ահա, սա էլ մեր բնությունն է, սիրելիներս։ Ճանապարհորդեք Անահիտի հետ, միասին գնում ենք։ Ասեմ ձեզ, չեմ թաքցնում, ես ճիշտ ասած 3 ահավոր լարված օրեր իմ համար, դե հիմա լինում է տենց օրեր, եւ ես մի մոմենտ մտածեցի ասեմ նո Անահիտ, ստոպ, դու պիտի մի քանի օր քեզ հանգստաս, որովհետեւ YouTube-յան ալիքը դա չի, որ դու միայն նկարում ես, դու պիտի գաս, քո բլոգդ հավաքես, դու այդ ամեն ինչը ժամանակի հետ կապված, հետո դու պիտի պատասխանես քո հետևորդուներին, որովհետև դա իմ համար ավելի կարևոր է, քան բլոգ գցելը։ Հետո արդեն այդ ժամանակ սկսում է քո մոտ լարվածություն, քանի որ քո ուղեղը չի հանգստանում, դու ունես նաև քո աշխատանքը, ունես զանգեր, ունես պրեզենտացիաներ, դու պիտի պատրաստվես եւ այլն եւ այլն։ Դրա համար եթե ինչքան կարող եմ ես որոշել եմ, երբ որ մի քիչ ֆորմայի մեջ եմ լինում, այսինքն մի քիչ բան է լինում, այդ իմ օրը այդքան լարված չի լինում, ես մի քանի բլոգ եմ անելու, որպեսզի դուք մի քանի օր բլոգներ ունենաք, որովհետև եթե օրինակ ես վաղը չեմ կարծում բլոգը ինչ որ բան կնկարանը, որովհետև վաղը պրեզենտացիա է։ Չնայած որոշել եմ վաղը տամ հեռախոսը ընկերուհուս, ինքը նկարի իմ պրեզենտացիան, մոտավորապես տեստեք թե ոնց է կատարվում այդ աշխատանքը։ Եթե իհարկե իրենք կցանկանան։ Սա էլ մեր բավարարողներ երեխեք նայեք տեսեք, տեսադաշտ չկա, պիտի շատ զգուշ լինես։ Դե համար եմ ասում, գիշերները մեր մոտ ավելի հեշտ է մեքենա վարելը, քանի որ լույսերով տեսնում ես, որ մեքենա է գալիս դիմացից։ Դե հիմա ոչ մեկ ասա քեզ չեն խնդրում Անահիտ ջան, շումախեղություն անես, ժայռերը, բնությունը, այս դիմացի տեսնում եք շագանակագույն ամբողջ, սա ամբողջը կանաչ շում է, մի հրաշք է լինում։ Այս քաղաքի այս մասը, այս լոտի սմանները, այս ոնց է բորբոսնել այս պատը, այնքան գեղեցիկ է, շատ սիրուն է, ափսոս որ ուշ ցույց տվեցի, վաճառել է երևի, օրոլա, վաճառել է երևի, հա, տունը վաճառքի էր դրել իմ կլիենտներից էր, բաժանվեցին, ամուսնալուծվեցին, տունը դրեց վաճառքի, Եթե չեմ սխալվում, սես պիտի պտտվեմ, գնաց Անահիտը կորելու, վաշ Անահիտը չկան կորեց, տիպագրավ, ոչինչ, կորելն էլ է մարդու համար, ժողովուրդ ես ուր եմ գնում ես, նու չո էտը տակո, եստեղից եթե չեմ սխալվում, ես կողմից ես կարող եմ դուրս գալ դեպի Մակդոնալդս, իսկ եթե սես պտտվեմ, չէ իրավունք չունեմ, ահա թե ինչպիսին է ձեր Անահիտը, ասա իմացածը տեղով գնայր էլի, պատկերացրեք սիրելիներս, այստեղով անցել են ձիեր, տկ, հիմա էլ ձիա ուժ է գնում, տեսնեմ ճիշտ եկա երեխեք, հա, թե չէ, ես այստեղից դեց խոսակել, այստեղից պետք է թեքվեմ աչ, միգուցե թե, Եթե չեմ սխալվում, ես գոլֆի հրապարակի մոտ եմ, այո, թե ոչ, ոյ, եթե մի քիչ էլ սենց վարեմ, երեխեք կքնեմ ես ուիլի վրա, ղեկի վրա կքնեմ, լրիվ ուրիշտեղ դուրս եկա, լեկլեղ, այ թե քեզ ինչ եմ ասել Անահիտ Тетя Анаида, что это такое? Ну, что это такое? Քեզ ով էր խնդրում այստեղից դուրս։ Ես պիտի թեքվեի աչ ուղիղ գնացի։ Ատե որ ասում եմ ձախ չեմ սիրում գնալ, ես միայն աչ եմ թեքվում ժողովուրդ ջան։ Նենավիժու լևե։ Եկա, որտեղ եկա, այնտեղ որտեղ ասֆալտն է վերջանում։ Դե ոչինչ, ոչինչ։ Ուր էլ գնանք, բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Երեխեք չգիտեմ, ճիշտ եմ եկել թե սխալ։ Չգիտեմ, եթե չեմ սխալվում, պիտի ստեղից թեքվեմ աչ,
մի անգամ, երկու անգամ եկել եմ, բայց արի ու տես, որ չես հիշում էլի, ոնց որ թե հա, ոնց որ թե այստեղ է, այդ չգիտեմ, ոնց ես գնում, ոնց ենք գնում, այ թե բան, այ թե կեզ բան, ահ, իջնում եմ ստեղ չէ, ստեղ չի, հետևով պիտի գնամ, են հետևի սեփական տներն է, բայց ոնց ենք թեքվում, ժողովուրդ, ոյ, միաձայնք եմ ընկերուս Օֆելիային, ստեղից իրավունք չունեմ իջնելու, սա հասկացանք, բայց որ իրավունք չունեմ, ժմոնֆու է, ով է ինձ ստեղ բռնում իրավունք լինի, թե չլինի, ինչ ասեցիք ժողովուրդ, իրավունք չկա, հեսա նշանը դրածա, բայց ես գիտեմ, որ այն դիմացի տունն է, ուրեմն հետևով պիտի գայի, բայց ոչինչ, անարխեմած բարյատք է, եթե չեմ սխալվում, ես տունն է, հա, ես տունն է, որ չէ, ես տունը չի ժողովուրդ, հիմա ես դիմացի նկասին, չո դա տկոյ է, դուք չեք տեսնում, որ այստեղ իրավունք չկա, երեխեք, այս տունն է, եթե չեմ սխալվում, հա, այս տունն է, որ, հա, այս տունն է, այո, սա է, ուրա, գտա, տեսեք, թե որտեղ եմ եկել, ում տուն եմ եկել, իջնենք, մի հատ խաքնվենք, ժողովուրդ ջան, տեսեք ուր եմ եկել, մեր Լիանային ճանաչում եք, իմ սիրուն տղեն է Սերոպը, Օֆելիա Տյոտյան, իր տատիկն է, բոլորին արդեն տեսել եք, երեխեք ջան, Սերոպս, իմ Դավիթի մանկության ընկերն է, տեսել եք մեր տունը, նշանվել է իմ տղեն, մի հատ նենց աղջկա հետ է նշանվել, դուք մենակ տեսնեք, գեղեցկուհի, կոմսոմոլուհի, սպորտսմենուհի, եկել եմ իրանց տուն հյուր, նայեք տեսեք մեր հայկական սեղանը, իսկ Լիաննան իմ վատն է ցանկանում խաչապուրի է սարքել մսով։ Չաղանամ։ Ժողովուրդ ջան, Սերոբ ջան, բոլոր աուդիտորիայի կողմից քեզ շնորհավորում ենք սիրուն տղա, մեր սիրուն տղեն։ Երեխեք, հեչ կասեք հայա։ Նման չի է չայի։ Որ դու գնում ես Երևան իրանք քո հետ ինչեր են խոսում։ Կեցեք արդեն ռուս։ Բոլորը, բայց համ Տինային, համ Սերոպին, բոլորը գիտեն։ Տինան էլ է ռուս։ Հենց մտում եք միանգամից ռուսերեն մենյու ենք ամբերում։ Լուրջ ես ասում։ Պատկերացրու Սերոպի ռուսերեն մենյու։ Սերոբ ջան, Հայաստանը հավանում ես, մեռնեմ արևից։ Պատկերացեք երեխեք, Սերոպը չի ուզում, գնում է Երևան, լրվում մնում անտեղ մի 3-6 ամիս, չէ՞, անցյալ անգամ ինչքան մնացի։ Ամեն տենց 2 ամիսը մեր գնում է, էլի, 2 ամիսը ընդ էի մնում, հա։ Սերոպը չսիրես, սուս մնա, մի խփեք երիկամներիս, ուրեմն Սերոպը, Կարոն, Դավիթը, քանի տարեկանից եք իրար ճանաչում, Սերոպ, սկսեցիք է։ Տարեկան ենք, լիսեի վերջ, չէ, լիսեյսկի։ Լիսեյսկի 15 տարեկան։ Վիլաժը Դավիթի գանգերների հետ, Մայելի բանի, Մայելին հետ ճանաչում ենք մեր դպրոցից էր։ Տենց ասես բանա, մի հատ հայ տղա ցամաք։ Դավիթ եկա, մամա, մի հատ տղա եմ ծանոթացել, հեչ հայի նման չի։ Գնացինք հա, լավոնը դե էլի, այդից սկսանք տենց։ Սերոպ կաշկետ կապույտ է, չէ։ Հա, կապույտ սեր։ Կապտած կանաչ։ Տինայինը կապույտ է։ Չէ, կանաչ։ Տինան նման չի, ոչ ռուսիա չեմ կարող ասել։ Բայց խեք տենց ասում, իմ ամեն լավ է նման է հայի, բայց ինքն էլ ասում, որ ինձի հայի տեղը вообще չեն դնում։ Գիտես, ես իրան ավելի շատ նմանացնում եմ ուկրաինացու հենց։ Հա։ Որովհետև ես ուկրաինացիների շատ եմ խաղացել, տես լավ, տես սիրուն ուկրաինացիներ են եղել, իրանք սև են, գիտես չէ, սև մազերով, սև աչքերով ուկրաինացիներ։ Բայց ինքը լավ խառնուրդ է, լավ գիբրիդ է։ Շատ լավ։ Ես էլ Յակոբի մոտ որ գնում են ուկրաինացի, այդտեղ էի տենում սև մազը։ Յակոբովիչի Յակոբովիչովը։ Պոլիչուդեսի մեջ։ Յակոբի մոտ։ Բա Յակոբի մոտ մեռա։ Ճանաչել ես։ Տելևիզորով շատ համով։ Ժողովուրդ ջան, հիմա կասեք, մենք գիտենք, մենք ամենակարող ենք։ 61 տարեկան, 33 տարի ապրում եմ Ֆրանսիայում, Լիաննաս ինձ հայտնաբերեց սա, մոշի, գլասե, մարոժնի, Սերոպը Երևանում, ասում Երևանում սա արժի մի հատ փոքրիկ էս մոշին 3000 դրամ, նայեք երեխեք, էկզոտիկա, լեկլեղում են ստացել, ասում գնացեք երեխեք, սենց համով բան,
մեջը պաղպաղակա ու վրան ինչա։ Բրինձի պատը։ Բրինձից պատը։ Ոնց են ասում։ Պատաղի, բրինձի խմբանով, բրինձով է, բրինձի ալուրով։ Բրինձի ալուրով։ Երեխեք Տարբեր համեր կա ու շատ համով։ Երեխեք ուղղակի սենց օրիգինալ բան ես հələ չէի կերել, ոնց որ մարոժնի չի ուտես։ Աննայ, սենց տարբեր բաները կա։ Լիմոննի կա։ Ամեն ինչ կար, ես առել եմ Նայեք երեխեք կոկոսով, էկզոտիկ, ես գնամ բան առնեմ, լիմոն, մալինա։ Շատ համով է երեխեք։ Նրանք ովքեր բնակվում են եւ Ամերիկայում, եւ Ֆրանսիայում, եւ Հոլանդիայում ամենտեղ գնեք սա, եթե կցանկանաք մատուցել ձեր հյուրերին, այ կարելի է սա մի հատ էս սիրոպ են անում կողքը, տենց սիրուն է։ Ուղղակի սենց մենք տնական։ Մենք տնական ու պատկերացրեք, որ ես այսօր մոռանամ ռեժիմը։ Մենք վաղը երեկոյան ռեստորան եմ գնում։ Ոչինչ, ժողովուրդ ջան, կարևոր առողջ, այո։ Նենց ուրախ եմ, երեխեք ջան, ես նայում եմ իմ սերոպին, Լիաննայի ուրախությունը, Լիաննաս ինձ ասեմ, ձեզ չեմ թաքցնում, նկարա, որ վիդեոա, որ կտ մի օր ձիվանի վրա նստացի, այ մարդիկ կտ եկա, գործս թողի եկա նստա, Դավիթին էլ եմ ուղարկել, Կարլային եմ ուղարկել, Դավիթը, վայ մամ, ես ինչ են Կարլան, նենց ուրախ էրա։ Ժողովուրդ ջան դուրս եկա, լավ զրուցեցինք, իմ ընկերուհու նվերը վերցրեցի, որովհետև ընկերուհիս նվեր էր ուղարկել ինձ Հայաստանից, դրա համար ես եկել էի Էլիաննայից տուն, մեր Դավիթի մոտիկ ընկերոջ տունն էր, Սերոպի շատ լավ երեխա է, արտակարգ այնքան ուրախ եմ, որ ինքը իր զույգին գտել է, հայ աղջիկ է, շատ լավն է, շատ սիրունիկ, շատ բոյով, լավն է, շատ լավ զույգեր են, շատ գեղեցիկ զույգեր են։ Հիմա ես ժամը 6-ն է գնում եմ տուն, վլոգը տեղադրել եմ, չգիտեմ նստել է թե չի նստել, որովհետև դրսում շատ դժվարությամբ է, չգիտեմ, սենց ուր եմ գնում, ես չգիտեմ, ու հիմա մի հատ զանգ եմ կլիենտներիս, սիրելիներս ու արդեն արագ գնամ տուն, հեսա ամուսինս է զանգում մի վարկյան, երեխեք մի հատ նայեք մերես արևը մայր է մտնում, հրաշքը, ոնց որ ինչ ասեմ, ոնց որ լույս վառված լինի, ժամը 7-ն է մեր մոտ երեկոյան, օրը արդեն երկարում է, այնքան շատ եմ սիրում այս մոմենտը սենց, արևը ուղիղ աչ կողմից է խփում, ես դեռ տուն չեմ հասել, ժամը 3-ից տանից դուրս եմ եկել և տուն չեմ վերադարձել, վաշը Անաիդոչկա, ճանապարհորդ ոզնին։ Դե ինչ սիրելիներս եկեք ավարտեմ իմ վլոգը, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ ամենալավը, ցանկանում եմ, որ դուք այս բնությունը նայելով հանգստանաք, մեղմանաք և անջատվեք ձեր առօրյայից, ցանկանում եմ ամենակարևորն առողջ լինեք, երջանիկ, ուրախ, հոգիներներս եկեք մեծ պահենք, լինենք մեծահոգի և կտեսնեք, որ կյանքը շատ հեշտ կլինի, դե ինչ սիրելիներս, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ և ինչպես միշտ ձեզ ասում եմ, պակա-պակա։